Պարոն Փաշինյան, Արտարադատության նախարար Սրփ Գրիգորյանը օրերս հայտարարեց, որ սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է եւ այն պետք է քննարկվի ներողություն ԿՊ վարչության նիստում, սակայն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Սաքունցը մեր լրատվամիջոցի հետ հարցազրույցում նշեց, որ տեքստին ամբողջովին ծանոթ չէ, որտեղ այն ամբողջովին չի քննարկվել հանձնաժողովում։ Հիմա ուզում եմ ճշտել ինչ իմաստուներ այդքան ռեսուրս ժամանակ ծախսել եւ նման հանձնաժողով ստեղծել, եթե հանձնաժողովի անդամները նույնիսկ պետք է ամբողջովին տեքստին ծանոթ չլինեին, կարող եք միանգամից ԿՊ վարչության նիստում դա հաստատել։ Եվ պարոն Փաշինյան, նախորդ 5 շաբթի ճեպազրույցում դուք հաստատեցիք, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը ձեր ցուցումով է հրաժարական տվել, քանի որ համարձակվել է, այսպես ասած, ԱՄՆ փոխնախագահ Վենսին նվիրել Արցախի պատմության մասին գիրք։ Եվ դա համարեցիք սադրիչ քայլ, սակայն 2019 թվականին հոկտեմբերին Արցախը Հայաստան է եւ վերջ, այս ձեր հայտարարությունից 2 ամիս անց դուք Ռուսաստանի նախագահին նվիրեցիք ռուսաստանցի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած Խաղաղություն Ղարաբաղի ներողություն աշխատությունը։ Չեք պատրաստվում մի հրաժարականի դիմումել դուք գրեք, քանի որ շատերը ձեր այս քայլը գնահատում են սադրիչ եւ ասում են, որ դուք եք սադրել 44-օրյա պատերազմը նման քայլով։ Շնորհակալություն։ Գիտեք ինչ 44-օրյա պատերազմը ով է սադրել, ով չի սադրել, կարծում եմ այդ հարցի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Ես ձեզ էլի ուզում եմ հիշեցնել, որ անդադ որ ասում եք չեք պատրաստվում հրաժարական տալ, չեք պատրաստվում հրաժարական տալ, ես 2 անգամ հրաժարական եմ տվել։ Մեկը 2018 թվականին, մեկը 2021 թվականին։ Այդ հրաժարականի արդյունքում հրավիրվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ այդ ձեր ասած իրադրությունները դրվել են ժողովրդի դատին եւ ժողովուրդը իր որոշումը կայացրել է։ Ինչ վերաբերվում է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի հետ կապված իրադրությանը, ամենայն հարգանքով, բայց ես էլի արձանագրում եմ, որ սա պետություն է, չի կարող ամեն առանձին պոակ վարել իր կամ հիմնադրամ վարել իր առանձին վերցրած արտաքին քաղաքականությունը։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելում է Հայաստանի Հանրապետություն, եկեք արձանագրենք, որ դա պատմական այց է եւ առաջին անգամ Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելում է Հայաստանի Հանրապետություն։ Ինչի շնորհիվ է այցելում Հայաստանի Հանրապետություն Միացյալ Նահանգների փոխնախագահը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության շնորհիվ, հաստատված խաղաղության շնորհիվ։ Եվ մենք նախ գիրքը, որը նվիրվել է, կոչվել է Արցախյան հիմնահարց։ Դա կոնֆլիկտի մասին է։ Այսինքն խաղաղության համատեքստում եկած փոխնախագահին մենք ասում ենք, որ գիտեք ինչ, այդ խաղաղություն եւ այլն, հա ասեցինք, խոսացինք, բայց այնուամենայնիվ հիմնահարցը տեղում է, այսինքն կոնֆլիկտը տեղում է։ Ես էլի ուզում եմ հիշեցնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հայերեն առաջին թարգմանած տեքստը, ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա թափանցի առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ դրանց այլաբանությունների մեջ։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք Մեսրոպ Մաշտոցի ուղերձը, այդ որ մենք ասում ենք մեր արժեքները, մեր ինքնությունը պետքա կարդանք։ Եվ այնպես անենք, որ երիտասարդությունն է կարդա, եւ ոչ թե այնպիսի բառերով եւ նախադասություններով դա մատուցենք, որ ոչ մեկ չհասկանա, թե ինչ է գրված։ Այո, ես կայացրել եմ որոշում, ես կայացրել եմ ճիշտ որոշում եւ յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետքա ինքը իրեն հաշիվ տա, որ կառավարության վարած քաղաքականություններին եւ որոշումներին հակասող գործողություն չի կարող անել։
որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետություն է։ Շնորհակալություն։ Երկրորդ հարցին պարոն Փաշինյանը Սահմանադրության հարցը։ Սահմանադրության հետ կապված իրավաբանական ըստ էության աշխատանքը ավարտված է։ Ես գիտեմ, որ Սահմանադրական հանձնաժողովի նիստեր են տեղի ունեցել։ Ես գիտեմ, որ Սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են, որ պարտաճանաչ մասնակցել են։ Մենք չենք կարող այդ մասշտաբային process-ը թողել ուղղակի սուբյեկտիվ ընկալումների։ Դա լրջակույն ռազմավարական հարց է եւ իհարկե կառավարող ուժը, որը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մանդատը կառավարելու Հայաստանի Հանրապետությունը, պետք է այդ հարցերով զբաղվի լրջորեն եւ ես էլ անձամբ զբաղվում եմ։ Հաջորդ հարցը Շնորհակալություն։ Առաջին հարցը վերաբերում է խոսքի ազատությանը։ Ամեն անգամ, երբ ես այստեղ ձեզ հարց եմ հնչեցնում